Նախ եկեք հասկանանք, թե մենք որտեղ ենք հայտնվել։ Երեխաներ, ես եմ։ Սա ես եմ։ Հաստատ այս տուփը ինձ համար է։ Ձիեր, երեխաներ, տեսեք ինչ գեղեցիկ են։ Խոտ եք ուտում։ Հարգելի ձի, ճիշտ են ասում, որ դուք կարողանում եք նաև կանգնած քնել։ Կարելի է ձեզ մի հարց տալ, յոգայի եք հաճախել, գազար չեք ուզում ուտել։ Դուք դուրս արի, արինց հետ ճամփորդիր, մյուսի հետ միասին, արի ճանաչենք այն։ Դրոշը ես ծածանեմ, բոլորին բարև, բարև երեխաներ, այսօր մեզ սպասվում են մի շարք բացահայտումներ և նոր արկածներ, պատրաստ եք։ Նախ եկեք հասկանանք, թե մենք որտեղ ենք հայտնվել, այս ինչ վայր է։ Այստեղ շատ ծառեր կան, հաստատ սա անտառ է։ Հա, անտառ է, բայց մենք ինչու ենք այստեղ հայտնվել Բայ, տուփ, ինչ գեղեցիկ տուփ է։ Երեխաներ, ես եմ։ Սա ես եմ։ Հաստատ այս տուփը ինձ համար է։ Երևի այն կհուշի, թե մենք որտեղ ենք հայտնվել եւ ինչու։ Եկեք բացենք։ Օ, այստեղ կան կենդանիներ, այծ, ձի, փետուրներ և լիքը խոտ։ Բայց այսքանը որտեղ կարող են հանդիպել։ Երեխաներ, օգնեք ինձ հասկանալ։ Կենդանիներ, փետուրներ և խոտեր որտեղ կարող են հանդիպել։ Սրճարանում, խաղասենյակում, ֆերմայում, թե դպրոցում։ Այո, դուք ճիշտ եք, երեխաներ, մենք ֆերմա ենք եկել փաստորեն, եկեք գնանք և տեսնենք առաջինը որ կենդանուն ենք հանդիպելու, այնքան անհամբեր է, գնացինք։ Ձիեր, երեխաներ, տեսեք ինչ գեղեցիկ են։ Խոտ եք ուտում։ Հարգելի ձի, կարելի է ձեզ 1-2 հարց տալ։ Կպատասխանեք։ Բարև ձեզ։ Ճիշտ են ասում, որ դուք կարողանում եք նաև կանգնած քնել։ Այո, երբ հոգնած եմ լինում, նաև կանգնած եմ քնում։ Շատ շնորհակալություն, մեզ դա շատ հետաքրքիր էր։ Երեխաներ, գիտեք, որ ձիերի սմբակների տակ, այսինքն ոտքերի, նալեր են ամրացնում։ Դա նրա համար է, որ երբ ձին վազում է կամ քայլում է, նրա ոտքերը չմաշվեն, չվնասվեն։ Էլով ա ուզում, տար, ինչ պուչուրը, մի վիճեք, էլի կա, ան,
Ձեզ էլ տամ գազար։ Ան։ Ոյ։ Մեծ ատամներ ունեք։ Կարելի է ձեզ մի հարց տալ։ Ճիշտ է, որ դուք համառ կենդանի եք։ Ոչ, ես ուղղակի զգուշավոր կենդանի եմ։ Այսինքն դուք մի բան անելուց առաջ պետք է լավ մտածեք, նոր անեք։ Այո։ Ապրեք, որ պատասխանեցիք։ Խնդրեմ։ Անուշ լինի։ Երեխաներ սիրամարգ է, տեսեք ինչ գեղեցիկ է, իսկ պոչը երբ բացում է, այն նման է հովհարի, բայց հովհարը մարդիկ են ստեղծել, մարդիկ են նկարել, իսկ սիրամարգին բնությունը, հրաշք է, կբացես պոչը տեսնենք, չէ մտադրություն չունի։ Բարև ձեզ, դուք շատ գեղեցիկ եք։ Գազար չեք ուզում ուտել, խնդրեմ։ Դու ուզում ես։ Կարելի է ձեզ մի հարց տալ։ Դուք բարձրանում եք այսպես բարձր քարերի վրա ու չեք ընկնում։ Այդ ինչպես է ձեզ մոտ ստացվում։ Ես փոքր ժամանակ գնացել եմ յոգայի։ Յոգայի եք հաճախել։ Շատ լավ ընտրություն եք կատարել, ապրեք։ Էլի ես ուզում։ Արդեն մատս ես ուտ։ Մենք մանկուս էկո պարկում ենք, այստեղ կան կենդանիներ, դուք կարող եք նրանց սիրել, կերակրել, կան հանգստյան գոտիներ, քոթեջներ և ռեստորան։ Երեխաներ, եկեք վերհիշենք, թե այսօր ինչ նոր բառեր ենք մենք սովորել։ Սմբակ, հովհար և նալ, որ կենդանու ձայնն ես լսում։ Ձի, սիրամարգ, այծ։ Այո, սա սիրամարգի ձայնն է, որ կենդանին է սիրում բարձրանալ բարձր քարերի վրա։ Այծ, նապաստակ, թե ձի։ Այո, դա այծն է, ապրեք։ Երեխաներ, ես այս դրոշը թաքցնում եմ սիրամարգի տնակի ետևում և ով առաջինը գտավ, նա ինձ հետ կգա նկարահանումներից մեկին կմասնակցի։ Ուշադիր, որտեղ եմ դնում։ Այ էստեղ։ Կգաք, կգտնեք։ Դե ինչ, այսօրվա բացահայտումները այսքանն էին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։
Որպեսզի մեր այդ հանդիպումը դու բաց չթողնես, անպայման բաժանորդագրվիր իմ ալիքին եւ հիշիր, աշխարհը մեծ է այնքան, արի ճանաչենք այն։ Դուք դուրս արի, արի ինձ հետ ճամփորդիր